Մեր իրավապահ համակարգը օրենքը մշակողը ժողովուրդն է, իսկ աստվածաշնչյան օրենքներով շարժվում են, օցիալ քանային այսօր եկել են որ տանեն որպես ինչ են ուզում ապացուցեն, որ մեղքի համար են տանում, միայն նրա համար սրբազան, որ ուզում ասի վտանգ կա, խավարի մեջ ենք ապրում, վաղ միսօր մեր հարս ու աղջիկերքին են բռնաբարել թուրքերի կողմից, այս ասում սրբազան, այս ենք մենք ասում, մենք յուրաքանչյուր սրբազան ենք, ամեն մի հոգևորական, ով որ վեհապարի ձեռը այն ճակատը Գրիգոր Լուսավորչի աչքն ուծվել, ամեն մեկս վեհապար ենք, ամեն մեկս սրբազան ենք։ Նրանք պետք է առաջին մեր դիակների վրայով անցնեն, նոր հասնեն սրբազանների եւ կաթողիկոսի։ Հիմա ինչ է կարծում, նման սցենար նորից չի կարող կրկնվել, չեք բացառում նման։ Ես չգիտեմ ինչա լինելու վաղը, իմ աղջիկ։ Այսօր մենք աղոթում ենք, որ մենք ազգովի հասկանանք, այսօր էլ եմ ասում, այն եկեղեցին, որ Աստված կամեցել է վեհապար Տերը, մայր տաճարը, քար առ քար ամրացել է, տեսնում եք այս ամբողջ շինությունները, 20 տարի առաջ ես որ ներողություն խնդրում, 20 տարի առաջ ես որ եկես տեղ ուսանող, ամբողջ շենքերը վերանորոգված, մաքուր, մենակ 7 եկեղեցի եսի Մարդուն շրջան կահավոր է, Մուրացկան դառնալու Մարդունու մայր Աստվածածին եկեղեցին, ես ինքս վերանորոգել ենք, հանձնել ենք մեր ժողովրդին, այն ցերասած ճուլաներ ներողություն եմ խնդրում, ճուլան, այդ ճուլանացված եկեղեցիները մենք սարքել ենք եկեղեցի, ճուլաներ Մարդունու եկեղեցին, որտեղ պայսներ էին, որտեղ այն որ ասում ինչ ասես լցվածին հավատացել չկար, այսօր Լիճկում կա եկեղեցի, որտեղ մարդիկ աղոթում են, Մարդունիում կա եկեղեցի աղոթում են, Վերկեդաշեն, Արմաղանի եկեղեցին կա, ես իմ տարածքի եկեղեցիներն եմ խոսում, որտեղ այն որ ասում եմ մուրացկան դառնալով մենք ինքներս խնդրեցինք հայազգի լավագույն տղերքին, որոնք կահավորեցին եկեղեցիները, այսօր մենք անցել ենք, այդ անցման շրջանը պետք է հաշվառնենք, առաջ հոգևորական էլ չեղել, ես ինքս անցել եմ աթեիզմի ճանապարհ, Եվ այսօրվա դրությամբ փակ տիրոջը, որ քահանա եմ, Տեր Մկրտչյանի ազգանունից Գրիգոր Լուսավորչի եկած քահանաներ եմ, որդիս մասնակցել է Արցախյան պատերազմին, ուսակրոն է ընդունել եւ այսօր ինքը ուսուցանում է իմ զավակին նվիրաբերել եկեղեցուն, որ հզորանա եկեղեցին, հզորանա հայոց ազգը, հզորանա հայոց հավատքը։ Ուսակրոնության մասն եք խոսում, այդ թեզը բավականին քննարկվում է ու հենց դա հիմնական նաեւ պատճառներից մեկը Ուրեմն մենք ինքներս առաջին մեր աչքի կերանը պետք է տեսնենք։ Նարեգացու Մադյան ողբերգության մեջ Նարեգացի մի լավ խոսք է ասում։ Տեր ասում է, ծովի ավազի հադիկները շատ են, անթիվ անհամար են, բայց չեն շատանում։ Իմ մեղքերը այդ ավազի հադիկների շատ ու շատանում է, քան որ ամեն մի օրը նոր մեղք եմ գործում։ Այսօր մենք ինքներս, այսօր այս պայմաններում պետք է համախմբվենք, մեկ ընտանիք, մեկ ազգ դառնանք, եւ իշխանավորները, եւ հոգեվորականները։ Այսօր մեր ազգի առաջ բավական դժվար խնդիր է կանգնած։ Այսօր մենք պետք է, այսպես մենք այն քարոզխոսություն անենք, որ հայ ընտանիքը ամուր լինի, շատ զավակներ ծնվեն, որ մեր սահմանները ամուր լինի, որ մեր Արցախից եկած եղբայրները մենք ընդունենք, որպեսզի այս պետք է լինի, այսօր այն, չգիտեմ, չեմ կարող ասեմ։ կներկանաք Ինչպես Վերի Գեդաշենի Գեղարքունենս թեմի Վերին Գեդաշեն Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևորովի Տեր Սիմոն